Պարոն Մկրտչյան, խնդրեմ ասեք, ճիշտ է խոսվեց անձնագրի Հայաստանի Հանրապետության անձնագրի ստանալու հեշտ լինել կամ չլինելու հետ կապված, ամեն դեպքում ուզում եմ առանձին խոսենք, ասեք ինչ կա նախատեսված ընտրության իրավունք ունենալու մասով, էլի արդյոք ճիշտ չի լինի, որ անձնագիր ունենալը բացի կամ ինչպես խոսվեց, որ միջև անձնագիր ստանալը տարբեր կարգավիճակներ նախատեսելու հետ կապված, նաև հեշտ չլինի ընտրություններին մասնակցելու, օրինակ այլ երկրի քաղաքացին գա ուզենա Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնա ու ժամկետները ինչը որ ունենք, որ կարող է ընթացքում քաղաքացի դառնալով նաև ընտրելու իրավունք ունենա, ես կարծում եմ այդ ամենը վերանայելու անհրաժեշտություն կա, մանավանդ հաշվի առնելով 2028 թվականի ընտրություններին 2 տարի է մնացել Երևան քաղաքի հավաքանու, խնդրեմ այս մասով ասեք ինչ կա նախատեսված։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Ղազարյանը։ Մի քիչ խոսեց, հիմա ավելի կհարստացնի։ Շնորհակալություն, նայեք, բնականաբար քաղաքացիության ինստիտուտի վերանայումը մեզ մոտ չի առաջացել ընտրությունների հետ կապված։ Մենք դրանից շատ առաջ արդեն ունեինք հետազոտություններ եւ ակնհայտ է, որ մեր քաղաքացիության ինստիտուտը չարաշահվում է շատ պարագաներում։ Ինչ վերաբերում է ընտրություններին, ուրեմն ընտրական իրավունքը սահմանադրական իրավունք է բնականաբար եւ ունի որոշակի կարգավորումներ արդեն ընտրական օրենսգրքում։ Համապետական ընտրությունների մասով կարգավորումը հետևյալն է, որ համապետական ընտրություններին կարող է մասնակցել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, սահմանափակումներ կան որոշակի ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձինք։ Սա է սահմանադրական կարգավորումը, այսինքն բազան սա է։ Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, այստեղ մենք ունենք ռեզիդենտության ցենզ, արդեն իսկ ունենք ռեզիդենտության ցենզ, դա սահմանված է ընտրական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացին տվյալ համայնքում պետք է հաշվառված լինի 6 ամիս եւ ավել, որպեսզի հնարավորություն ունենա ընտրել, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող մշտական ռեզիդենտը 1 տարի եւ ավել, որպեսզի հնարավորություն ունենա ընտրել։ Այսինքն, եթե մենք հիմա ձեր հարցից, պարոն Հակոբյան, եթե ճիշտ եմ հասկանում, որ դուք ասում եք, մենք պետք է վերանայենք համապետական ընտրություններին, արդյոք անհրաժեշտ է մեզ ռեզիդենտության ցենզ թե ոչ, դա շատ ավելի լայն ընդհանուր քննարկման առարկա է, ես այսպես մեկ ինստիտուտի փոփոխման հարցով չեմ կարող դրան անդրադառնալ, որտեղ այդտեղ մենք ունենք եւ սահմանադրական կարգավորումների քննարկման անհրաժեշտություն, եւ ընտրական օրենսգրքի քննարկման անհրաժեշտություն, եւ դա ավելի այսպես կոմպլեքս լուծման խնդիր է։ Շնորհակալություն։ Փոքր արձագանք եմ։ Այո, խնդրեմ։ Պարոն Ղազարյան, ես առաջարկում եմ ամեն դեպքում ունենանք քննարկում եւ ընդհանուր, այդ ամենը վերանայվի մի հատ, համ համապետական, համ ընդհանուր էլի վերանայվի, նաեւ մի խնդիր եմ ուզում առանձնացնեմ, օրինակ աշխարհի տարբեր երկրներում էլի տարբեր մոտեցումներ կա, հենց օրինակ մեր հայրենակիցների հետ կապված, այսպես ասեմ, եթե այլ երկրում երկար ժամանակ գտնվում են, հետո վերադառնում են Հայաստան եւ այն process-ները, ինչը որ կարող են մասնակից լինեն Հայաստանի Հանրապետության անձնագրով, ես նաեւ կարեւորում եմ, որ այդ մասով էլ ինչ որ փոփոխություններ արվի կամ վերանայվի, օրինակ ոնց է, ասենք, ՄՍՑ-ի հետ կապված թոշակ, ասենք, եթե պետքա ստանան, գալիս են մեր հայրենակիցները Հայաստան, այնտեղ ժամկետներ կա, օրինակ ինչ որ ժամկետ, եթե կա որ Հայաստանում չեն եղել, հնարավորություն չեն ունենում ստանալու, մնացած այդ ընտրություններին մասնակցելու եւ այլ բաների հետ կապված նույնպես կարծում եմ կարելի է վերանայել, որովհետեւ եթե նրանք երկար ժամանակ հայրենիքում չեն լինում, նրանք քաղաքական իրադարձություններից շատ տեղյակ կարող է չլինեն եւ կարծում եմ այդ մասով նույնպես վերանայելու խնդիր ունենք։ Շնորհակալություն։ Պարոն Ղազարյան, թե արձագանքելու կարիք կա, խնդրեմ։ Համալիր
քաղաքացիության ինստիտուտի վերանայումը, ինչպես նշեցի, նախատեսված է ռազմավարության միջոցով եւ դրա շրջանակներում մենք քաղաքացիության փոխկապակցվածությունը այլ ինստիտուտներին, օրինակ թոշակավորմանը, օրինակ ընտրություններին մասնակցելուն, օրինակ եւ այլ ինստիտուտներին հատ-հատ կվերանայենք եւ դրանց անդրադարձ կկատարենք։ Ինչ մի քիչ առաջ ասում էի, դա առնչվում է նատուրալիզացիային, այսինքն քաղաքացիության ձեռքբերմանը, որը մենք առաջարկում ենք դրա համար ռեզիդենտության ցենզերը բարձրացնել։ Շնորհակալություն։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։